Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Մագադան շոուի պարուհիները հավաքվել են նշելու իրենց ընկերուհիներից Շամիրամի ծննդյան օրը։ Հետո մեքենա են կանչել, որ տուն գնան։ Օրորթը մեր ընկերուհիներից մեկի եղբայրն էր եւ նրան կանչեցինք, որ մեզ հետ տաներ տուն։ Նույնիսկ չեմ հիշում ճանապարհը ոնց է եղել։ Մեքենայում բացի վարորդից 4 մարդ է եղել։ Վթարի հետևանքով ծանր վիրավորված 23-ամյա Մարիամ Գևորգյանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Եղել է փայծաղի մեծ պատրված, ներքին առնվազն ունեցել է կողերի բազմաթիվ կոտրվածներ վնասելով թոքը եւ մահացել է օպերացիոն սրահում։ Ապա ավելի ուշ նույն կենտրոն են տեղափոխել Շամիրամ Գևորգյանին։ Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է։ Ընկերուհու մահվան մասին դեռ չգիտի։ Կոտրվածքներ կան, այդ կոտրվածքներն են շատ ցավեցնում։ Չեմ հիշում ինչպես է եղել։ Ինչպես տեղի ունեցավ դեպքը չի հիշում, ասում է բոլորս թափ են եղել։ Ինչպես չի եղել, էլի որ ասենք ոգելից ենք օգտագործել։ Ըստ Գագիկ Մանուկյանի Շամիրամին հիվանդանոց են բերել գանգուղեղային տրավմայով, 2 անրակի կոտրվածքով։ Ինչ վիճակում են մյուս օրգանները, պարզ կլինի հետագա հետազոտություններից հետո։ Դե հիմա հանգիստ է, կարող եթե որևէ խնդրեմ չլինի ներքին առնվազն թոքերի հետ խնդրեմ չլինի, ըստ մի ժամանակ հետո կարգավորվի կմնամենակ անրակների օսեոսինտեզը, պլաստիկան եւ վերջ։ Վերակենդանացման բաժանմունքի դռներից այն կողմ ընկերուհիները սգում են Մագայի մահն ու աղոթում Շամիրամի ապաքինման համար։ Ինքը կյանքը շատ էր սիրում, բոլորիցս շատ։ Գեղանուշ Աբրահամյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։